իմ համար իրոք մեծ ուրախություն է, պատիվ է, որ ստեղ եմ գտնվում ձեր հետ միասին։ Այս ճանապարհին գալուց, այս քանի օր Արմինի հետ խոսում եմ, ասում եմ, այնքան հոգե հարազատ է դարել ստեղ այս ամեն ինչը, ասում եմ, որ հաշվենք, երևի ինչքան մի 6 անգամ ծառայություն ա եղես, թե 6-7 տենց, բայց այդքան ժամանակում մենք հասցրել ենք այնքան իրար վայելել, այնքան սեր տալ, սեր ստանալ, որ ասում ես, եթե անձամբ մեկին ասես, այս մարդուն դու գիտես, ես անձամբ չգիտեմ խորը, բայց ես իրան գիտեմ, չգիտեմ, բայց գիտեմ, ասում եմ, իրոք հոգու մեջ, նենց հոգեհարազատ ամեն ինչը, հոգով մենք այնքան մոտիկ ենք, բայց նույն կերպ էլ ֆիզիկապես մի քիչ sense ոնց որ պայտակ խորթություն է գալիս, հետո բայց հոգին էլի իր գործ անում, ասում է դուք իմ զավակներն եք, ես եմ հավաքում, ես եմ ժամանակները որոշում, ես եմ տեղը որոշում, ես եմ բերում, ես եմ տանում, ես եմ Աստվածը, ես եմ արարիչը, ես եմ ստեղծել ամեն ինչը, այս աշխարհի վրա, ինչ որ դուք տեսնում եք, շնչում եք, ապրում եք, ամեն բջիջ, ինչ գոյություն ունի, ամեն սերմ, ամեն բջիջ Տիրոջ փառքը պետքա պատմի։ Ու այդ նույն կերպով մենք ոնց որ կազմված ենք, չգիտեմ ոնց ենք կազմված, բայց իմ ամեն մի մարմնի բջիջը փառքա տալիս Տիրոջը։ Երբեմն իմ անձը բարձրանում է, հին անձը, այն անձը, որ կերտվել է այս աշխարհի սովորույթներով ու ամեն ինչով, ու փորձում է հակառակը ապացուցի։ Բայց պետքա մենք իրան սաստենք ու ասենք, որ ճիշտը դա չի։ Ճիշտը Հիսուս Քրիստոսն է ճշմարտությունը։ Ու ամեն մեր գործերով, մեր կյանքով, մեր ապրածով պետքա պատմենք Տիրոջ փառքը։ Փառք Հիսուսին, որ մենք այսօր այստեղ ենք, սրտից դրվել է մի հատ խոսք, այս խոսքը մի ամիս առաջ էր, Սուրբ Ծնունդից առաջ խոսեցի Հոլանդիայում, հովիվն է նստած, մի քիչ ինքն էլ որ ներկայ է լինում, սենց բան, խոսում ենք, բայց Տերը տարավ ու ինքը ասեց, շատ ուժեղ խոսք էր, ասեց, Տերը խոսած, ասեց, արի գնա Բելգիա էլ այդ հացը տուր էլի, ասի լավ կտենամ, ու սենց որ պատրաստում է, ասի լավ, դիմի ոնց որ չկրկնվես, մտածում ես դու, ու թեմա պատրաստես, բայց զգացի, որ Տերը տանում է նույն ուղղությամբ, ու գոյություն ունի մի հատ ճշմարտություն, դա Հիսուս Քրիստոսն է, ու այս վերջի ժամանակները խոսքս, որ ես սկսեմ, շատերը կհասկանաք, ես ինքս գնալով հասկանում եմ, որ իրոք չկա ոչ մի կարևոր բան, քան թե Տերը ու Տիրոջ արքայությունը, իր արքայությունը մեր մեջ հիմնված, ու Տերը տանում է դրան, որտեվ այս խավարի թագավորությունը, որ գնալով սաստիկ զարգանում է ու դժվարացնում է ամեն ինչ աշխարհում, Տիրոջ թագավորությունը պետքա երևա, Տիրոջ թագավորությունը պետքա գործի այս աշխարհի վրա, ուրիշ ձև չկա, բայց գիտեք, Հիսուսը մեզի մի հատ շատ հեշտ ֆորմուլա է տալիս, որ մենք շատ բան պետք չի անենք, բաներ կա, որ մենք պետք է անենք, շատ բաները արված է ու Տերն է անում, բայց մեզանից հասնում է որոշ բաներ անենք, որպեսի մնանք դրա մեջ։ Մեր Տերը ասում է մեզի, եկեք բացենք Մատթեոսի 6-րդ գլուխ 33-րդ համարը։ Ասում է Տերը, դուք նախ Աստծո արքայությունը ու նրա արդարությունը փնտրեք, եւ այդ ամենը ավելիով ձեզ կտրվի։ Արդ վաղվա մասին մի հոգացեք, որովհետև վաղվա օրն ունի իր հոգսերը, յուրաքանչյուր օրվա հոգսերն ինքն իրեն բավական է։ Ուստեղ որ մի փոքր sense խորը մտածում ես, սուզվում ես թագավորության մեջ, Տիրոջ խոսքի մեջ, հասկանում ես, որ Տերը կոնկրետ ասում է, դուք նախ առաջինը Աստծո արքայությունը փնտրեք, առաջինը ունես ֆինանսական պրոբլեմ,
փնտրի առաջինը թագավորությունը։ Ունես ֆիզիկական խնդիրներ, հիվանդություններ, փնտրի առաջինը Աստծո թագավորությունը։ Ու Տերն ասում է, երբ որ այդ ամեն ինչը անտեսում ես, փնտրում ես Աստծո թագավորությունը, ասում է այդ ամենը ձեզ կտրվի ավելիով։ Ինչքան որ դու սպասում ես դրանից ավելին։ Ու ասում է մի հոգացեք վաղվա օրվա մասին։ Գիտեք, Տերը մեզի սովորացնում է, որ որովհետև այս աշխարհի հոգսերը, բեռը, ծանրությունը շատ է, ու մեզի միշտ տանում է սխալ ուղղությամբ։ Մարմինը, քո տկարությունները, քո մտածելակերպը քեզ տանում է, հեռացնում է Տիրոջից։ Բայց որ մնում ես Տիրոջ մեջ, Տիրոջ փառքի մեջ, Տիրոջ թագավորությունը երևում է, Տիրոջ թագավորությունը դու տանում ես հետդ ամենուրեք։ Ու էսի որ բացվում է քեզ, որ բացվեց, գիտեք, Հովհաննես Մկրտիչը ասում է, Հիսուսն ասեց կանանց մեջից ծնված ամենան է ինքը, ասեց ամենամեծ մարգարեն է։ Անգամ Հովհաննես Մկրտիչը ինքը մարդ ուղարկեց, չէ, Բերդից ասեց գնացեք, հարցրեք, դու ես Մեսիան, թե գալու է Մեսիան։ Տերն ինչ ասեց, գնացեք իրան ասեք, որ կույրերը տեսնում են, կաղերը քայլում են, մեռելները հելնում են, դիվահարները ազատվում են, ու եթե այս բաները տենակ, ու լիքը տեղեր Տերը ասում է, Տիրոջ թագավորությունը եկել է։ Երբ որ մենք Տիրոջ թագավորությունը եկել է, այս բաները պետք է մեզ հետևի, այս նշանները ու այս ամեն ինչը, որովհետև թագավորն է մեր մեջ բնակվում, միակ խանգարողը դա մեր անձն է, որ թույլ չի տալի, որ թագավորությունը լիարժեք գործի, հակասում է այս ամեն ինչին ու մեզի միշտ հետ է պահում այդ օրհնություններից։ Գիտեք, մենք այստեղ ենք հիմա բնակվում, մենք այստեղ եկած ենք աշխարհի վրա, բայց Հիսուսն ասում էր, ես ստեղից չեմ, ես ստեղ եմ, բայց իմ թագավորությունը ստեղից չի, իմ թագավորությունը ուրիշ տեղից է, ու մենք նույն թագավորության ժառանգորդներն ենք, անդամներն ենք, մենք ստեղ ժամանակավոր հիմա գործեր ունենք անելու, Տերը, որի համար մեզ կանչել է, դրել է, տնկել է, ու մենք միսիա ունենք անելու։ Ոնց որ նայեք, մենք բոլորս հայ ենք ստեղ, ու ապրում ենք Հոլանդիայում, Բելգիայում, բայց մեր տունը սա չի, մեր տունը Հայաստանն է։ Ինչքան էլ մենք ունենք քաղաքացիություն ստեղի, ինչքան էլ ունենք ամեն իրավունքները, գործեր ու ամեն ինչ, բայց մենք մնում ենք հայ։ Մենք եթե մեռնենք էլ հայ ենք մեռնելու, ննջելու։ Դրա համար ամեն ինչը ժամանակավոր է այս աշխարհում։ Ինչքան մենք շուտ ենք սկսում հասկանալ Տիրոջ թագավորության մասին, թագավորի մասին սկսում ենք պատմել, գիտեք, առաքյալները նույն բանն էին պատմում։ Հիսուսի մասին, թագավորի մասին, թագավորությունը ավել բան չէին պատմում։ Ու միտեղ ես վերջերս Գործք առաքելոցում կարդում եմ, ասում է, որ Պետրոսն ու Հովհաննեսը հրաշքներ էին անում, տաճարում խոսում էին, ասում է, այս ամբողջ սովորածները, փարիսեցիները, քահանաները, ծերերը հավաքվում էին, ասում էին, ախր սրանք անգրագետ են, ո՞նց են sense բաներ խոսում, ո՞նց են sense բաներ անում։ Դրա համար ժողովուրդ ջան, այսօր Աստված ասում է, ես դեմ չեմ, ես չեմ քարոզում, որ մենք գիտելիք չունենանք, չկարդանք բան, բայց մեր ուժերի վրա հույսը չդնենք։ Երբ որ Տերը վերցրեց Պետրոսին, Հովհաննեսին, սարքեց ձկնորսներից մարդկանց որսորդ ու տարավ այն բանի մեջ ու 3.5 տարի ինքը իրանց մտածելակերպը փոխում էր, որ երկնքի թագավորությունը եկել է, մոտեցել է, դուք ժառանգորդներ եք, դուք որդիներ եք, դուք օրհնված եք, դուք ունեք այն նույն զորությունը, որ Հիսուսին մեռելներից հարություն տվեց, այդ նույն հոգին մեր մեջ է հիմա։ Ժամանակն է, որ մենք ոտքի կանգնենք, Աստծո ժողովուրդ, Աստծո ընտանիք, ու մենք ոչ մի բան պետք չի անենք։ Երբ որ մենք ամեն օր փնտրում ենք Աստծո արքայությունը եւ նրա արդարությունը, ամեն իրավիճակ, ամեն
հանգամանքները գալիս է մեր ճանապարհին։ Ես հենց հիմա ապրում եմ դրանով։ Հենց հիմա երբեմն ունեմ իմ տկար պահերն էլ, երբեմն ունեմ պահեր, որ ես նայում եմ, ասում եմ, էսի զզվելի է քո բնավորությունը։ Շատ զզվելի ու թույլ չես տալի ու քո այդ պրինցիպների պատճառով միշտ sense ոնց որ դանդաղում է ամեն ինչ։ Բայց քանի դու դա սկսում ես հասկանալ, դու տանում ես քո անձը խաչելության, դու քո անձը սկսում ես ուրանալ, որովհետև չկա ոչ մի լավ բան մեր անձի մեջ, Ադամից եկած այդ DNA-ով, ասում մարմինը միշտ հակառակն է ուզում հոգուն, հոգին հակառակը մարմնին։ Մենք չենք կարա լինենք հոգևոր թագավորության անդամներ, ներկայացնենք երկնքի թագավորությունը ու մեր գործերով գնանք։ Չենք կարա, որովհետև մենք կանչված ենք, որպեսզի ստեղ քայլենք, նստենք, շարժվենք, գործենք, աշխատենք թագավորության հիմքերով։ Թագավորություն, երկնքի թագավորություն։ Եթե ինչ-որ մի երկրի դեսպանատուն ստեղ հիմնված է, ինքը դեսպանը ստեղ է, առաջանում են պրոբլեմներ, այդ դեսպանը չի գնում այս որտեղ որ հիմնված է, այդ պետության ուժերին ասում է, այս հարցը ունեմ, չէ, ինքը կապնվում է միշտ իր երկրի հետ։ Ունդեղից է գալի որոշումները։ Նույնը մենք ունենք պրոբլեմներ, եկեք կապնվենք մեր թագավորի հետ։ Հանձնենք մեր հոգսերը, մեր հարցերը, ամեն բան հանձնենք Տիրոջ ձեռքերի մեջ։ Տեսեք նույն Մատթեոս 6:25-ում ասում է. դրա համար էլ ասում եմ ձեզ, մի հոգացեք ձեր կյանքի համար, թե ինչ պիտի ուտեք կամ ինչ պիտի խմեք, ոչ էլ ձեր մարմնի համար, թե ինչ պիտի հագնեք, չէ որ կյանքն առավել է քան կերակուրը եւ մարմինն առավել է քան հագուստը։ Նայեք երկնքի թռչուններին, որ ոչ սերմանում են, ոչ շնձում, ու Տերը ստեղ գնալով հերթով բացատրում է թռչունների բոլորդ գիտեք այս տեղերը։ Ուստեղ միտեղ մի պահ ասում է, անգամ դաշտի այդ ծաղիկները, շուշանները այնքան գեղեցիկ են իրանք հագնված, որ անգամ ասում է 29 ասում եմ ձեզ, որ նույնիսկ Սողոմոնը իր ամբողջ փառքի մեջ նրանցից ոչ մեկի պես չհագնվեց։ Այս վերջերս աղբորս Էդոյի հետ, Էդոյին գիտեք, նստած Աստվածաշնչի մասին ենք խոսում, որ ինչպես միշտ խորում ենք, բան ենք անում, ու Սողոմոնի մասին ինչից բացվեց, որ աշխարհի ամենահարուստ մարդը, ես իմ Իլոն Մասկ, ես իմ ով, ասում ենք լավ, բայց ասում է Աստվածաշունչը միտեղ էլ ասում է, որ Սողոմոնի նման իմաստությամբ ու հարստությամբ ոչ մեկ ոչ եղել է, ոչ է կլինի, նշվում է, ու իր արքայության բաներն էին դրել, այնտեղ որ գալիս են բոլոր ցեղերից, բոլոր ազգերից, իրան բերում են հարկեր, ոսկիներ, կիլոներով ոսկիներ, ինքը եղել է ամենահարուստ մարդը ու կա, մինչև հիմա ոչ մեկ չի անցել, ոչ իրան իմաստությամբ, ոչ հարստությամբ։ Ու Տերը ստեղ մեզի ասում է, Սողոմոնը այդ ամեն ինչի մեջ անգամ ինքը սենց չի հագնվել։ Իսկ դուք կարաք հագնվեք։ Փնտրեք Աստծո արքայությունը ու ձեզ ամեն ինչը ավելիով կտրվի։ Ուրիշ ոչ մի բան։ Գիտեք, մտածում ես, բա լավ, բայեսի ոնց անեմ, անի ոչ մի բան։ Փնտրեք Թագավորին, Թագավորի հետ քայլեք, ու թագավորական ընտանիքը ոնց է։ Հիմա ես դրում ուսումնասիրում եմ, ասենք Հոլանդիայի թագավորական ընտանիքը, իրանց երեխեքը ոչ մի բան չեն անում, ճիշտ է, իրանք ուսմունք են ստանում, բան, իրանց տեղն են գրավում քիչ-քիչ, որ պետք է իրանք թագաժառանգ են, պետք է հետևորդներն են, բայց ամեն բան արվում է իրանց համար։ Որքան առավել մեր երկրային հայրը, որ մեզ կանչել է ու ուզում է մեզի միշտ օրհնի։ Ու ասում են, լավ, շատ մարդիկ ասում են, լավ, ոնց փնտրեմ այդ թագավորությունը։ Ասում ես հիմա հա շեշտում ես փնտրեք երկնքի թագավորությունը, փնտրեք երկնքի թագավորությունը։ Որտեղ փնտրեմ, ուր էթամ։
Հերու մի գնացեք, ժողովուրդ ջան։ Մեր մեջ է։ Մեր մեջից մոտիկ տեղ ոչ մի բան չի կարա լինի։ Մեր մեջ է։ Երբ որ մտնում ենք մենք Տիրոջ խոսքի մեջ, սկսում ենք մեր էությունը ճանաչել, մեր թագաժառանգությունը, մեր անձը, այն անձը հոգևոր, որ Տերը կանչել է, տալիս է, որ մեր հոգևոր հայլին է, չէ՞ ասում է, որ նայում ենք, մենք հայլու մեջ տենում ենք մեզ։ Նայեցի հայլու մեջ մազերը սանրեցի, թեքվեցի, մոռացա ոնց էր, մի հատ էլ եմ նայում։ Միշտ պետք է մենք այս հայլու մեջ նայենք, որ միշտ ամեն ինչ նորմալ լինի։ Ու դրան Տերը մի լուծում է տալիս։ Եկեք բացենք Մատթեոսի 16-րդ գլուխը, Մատթեոս 16-ի 24-ը։ Ասում է այդ ժամանակ Հիսուսն իր աշակերտներին ասաց. եթե մեկը կամենում է իմ հետևից գալ, մենք ստեղ բոլորս էլ կամենում ենք, չէ՞, Հիսուսի հետևից գնալ։ Կա տես մարդ, որ չի կամենում գնա։ Բոլորս կամենում ենք գնալ, որտեղ միակ ճանապարհն է ու ճշմարտությունն է։ Եթե մեկը կամենում է իմ հետևից գալ, թող ուրանա ինքն իրեն, վերցնի իր խաչը եւ գա իմ հետևից, որտեվ ով ուզենա փրկել իր կյանքը կկորցնի այն, իսկ ով իր կյանքը կորցնի ինձ համար կգտնի այն։ Ասում մարդուն ինչ օգուտ, եթե ամբողջ աշխարհը շահի, բայց իր կյանքը կորցնի։ Դրա համար միակ ձևը, ժողովուրդ ջան, բանալին ստեղ Հիսուսն ասում է, մեր անձը ուրանանք։ Ինչպես անձը ուրանաս։ Քո սովորույթները, որը որ հակասում է Տիրոջ խոսքին, քո մտածելակերպը, որը որ տարիներ շարունակ, մենք գիտեք ոնց է, այսօր առավոտ էլի մի հատ ուժեղ խոսք լսեցի, մենք տարիներ շարունակ, որ Տիրոջը չենք ճանաչել, դարեր շարունակ մարդկությունը, որ ապրում է աշխարհի վրա, ասում է այս աշխարհի իշխանը, ինքը գիտես ոնց է, ում հետ դու շփվում ես, իր բնավորության գծերը արտացոլվում է քո մեջ։ Մենք շփվել ենք աշխարհի հետ, որը որ խաբեբայի բնավորությունն է տիրում, ու մենք եղել ենք ավտոմատ ստախոս, խաբեբա, մեղ գործող, ամեն ինչ, ու դա ձևավորվել է մեր մեջ, թե փոքր, թե մեծ, թե ամեն ձևի։ Հիմա Տերն եկել է, իր թագավորությունը հիմնել է մեր մեջ, ու մենք մեր ամեն շարժ ու ձևը, քայլելը, խոսալը, ամեն ինչը պետք է քիչ-քիչ նմանվի Հիսուս Քրիստոսին, թագավորին։ Այլ ինչ իմաստ ունի, որ ասեմ ես քրիստոնյա եմ ու գնամ այս աշխարհի հետ միասին։ Այսինքն ես որ ուզենամ էլ չեմ կարում։ Սուրբ Հոգին միշտ հանդիմանում է, որտեվ հին սովորությանը համաձայն ուզում ես, ոնց է, հայ ենք, չէ՞, մենք գիտենք այն հավեսով, ջանով, ջիգարով այն քեֆեր անելը, բանելը, որ այդ մեջ չէ, հենց մտնում ես մի հատ քեֆը, ուրախություն, մտնում ես դու արդեն ավտոմատ գիտես ինչ պետք է, պետք է պարես, պետք է ուրախանաս, ուտես, խմես, էս անես։ Նույն ձևի Տիրոջ թագավորության մեջ է, որ դու մտնում ես դրա մեջ, դու գիտես օրհնել, հասնել, աղոթել, քաշել, հանել մարդկանց, զոհաբերել, գիտես, նոր մեր քուրը խոսած զոհաբերության խոսքից, մեզ թվում է մենք մի քիչ մի բան ունենք, մի քիչ տանք կամ չտանք, երբ որ Աստծո թագավորությունը մեր մեջ հիմնվել է, ինչ ունենք թագավորության տրամադրության տակ է դա։ Դա մենք մեզ ինչ չենք տալիս։ Դա թագավորությունն է շռայլում մեր միջոցով։ Ու ինչքան սկսում ես գնալով հասկանալ, ինչքան դու սկսես շռայլել կիլոներով տալ, ոսկի, տոննաներով հետ է գալիս։ Դու չես էլ հասցնում, որովհետև Աստծո թագավորությունը տենց է գործում։ Հիսուսն ինչ արեց։ Հացերը վերցրեց, պոկեց, հենց պոկում էր, բազմապատկվում էր, շատանում էր, հենց պոկում էր, երբ որ դու սկսում ես առատորեն ցանել, դու չես էլ հասցնելու հնձել։ Գիտեք, բայց այս աշխարհի համակարգը մեզ սովորացնում է վաղվա օրվա մասին է մտածի։ Նոր ասինք, չէ, վաղվա օրվասին մի մտածեք։ Արի մի հատ սպար ռեյկինինգ բացեմ, մի քանի հազար փող գցեմ վրան։
սև որվա համար, տենամ ինչ կլինի, ես էլ ունեի, այդ սպարեյկնինգը ունեի, հիմա չունեմ, բացել էի, ու քիչ էլի օրտնություններ էի անում, բան էի անում, մի օր գիտես, այնց իրավիճակ ստեղծվեց, որ բոլորը պիտի տայ, ու տերը սարքեց դա, այդ կոտրեց իմ մեջ, ինչի, որովհետև որ դու հույսը չդնես քո սպարեյկնինգիդ վրա, քո հույսը դնես Աստծո վրա, հələ փորձեք ժողովուրդ ջան, զրոյացրեք ամեն ինչ, տեսեք ոնց է հարուրապատիկ շատանում, հենց սկսում ես 100 սարքել, դու քեզնով սա զրոյանում է, կամ էլ չի օրտնվում, որովհետև մենք ենք փորձում անենք, Էսի հենց հիմա եկավ ինձի հայտնություն, չգիտեմ ինչի, Աբելն ու Կայենը, որ զոհաբերություն արեցին, մեկը իր պտուղներից բերեց, մեկը իր գառներից բերեց, ես ես մի բան լսեցի, մի քանի վաղտ առաջ, որ բացատրում էր, երբ որ դու գառներ ես արածեցնում պահում ես, դու շատ բան պետք չի անես գառների համար, իրանք իրանց աճում են, իրանք սնվում են, դու պետք է ուշադիր լինես, իսկ են մի աղբերը, Կայենը, ինքը քրտինքով, այդի վաստակում էր, այդ ցանում էր, հնձում էր, այն ժամանակ սենց ապարատներ, գործիքներ, տրակտորներ չկար, ձեռով, ու ինքը երբ որ բերեց իր պտուղները, որ ներկայացնի Տիրոջ, Տերը չընդունեց խի, որովհետև ամեն բան անիծված էր, ասեց երկիրը թող անիծված լինի, քո պատճառով, քրտինքովդ հացդ կվաստակես, այսինքն մեր ուժերով, մեր բաներով չենք կարող անենք, զոհ է պահանջվում ամեն ինչին, այն մեկը զոհ ճիշտ, ասես որ ճիշտ ձևով մատուցես կընդունվի, դու գիտես, հիմա Հիսուսը ամեն բան արել է, ժողովուրդ ջան, հույսներս չդնենք իրոք ինչ որ բաների վրա, դնենք Տիրոջ վրա, եկեք միտեղ էլ բացենք Ղուկասի 17, 17-ի 20-ը, Ղուկասի 17-ի 20, 20 ու 21, երբ փարիսեցիների կողմից հարց տրվեց, թե Աստծո արքայությունը երբ է գալու, նրանց պատասխանեց ու ասաց, Աստծո արքայությունը տեսանելի նշանով չի գալու, ոչ էլ կասեն, ահա այստեղ է կամ ահա այնտեղ է, որտև ահա Աստծո արքայությունը հենց ձեր ներսում է, գիտեք, փարիսեցիները փնտրում էին ոնց այդտեղ մտնեն, մի հատ էլ հարուստ կար չէ, հարուստեն ջահելը, որ գալիս ասում է, ամեն օրենքները պահում են բան, որ ասում է գնա ոնց անեմ, որ փրկվեմ, մտնեմ այդտեղ, գնա հարստությունը ծախի, արի իմ հետևից, բայց չի հասկանում ինքը, ու Տերը ստեղ բացատրում է, որ գիտես, որ խոսում ենք սենց անգամ Աստծո զավակների, հավատացյալների կյանքում, որ խոսում ենք մենք խմբակներում բանում, մարդիկ, որ հարցնում ես, ինքը ապաշխարած, մկրտված, ջրով, ամեն ինչ, ու ասում եմ, բայց ես չեմ զգում, բայց ես չեմ տենում, բայց ստեղ խոստացումը զգալով չի, տենալով չի, իսկ հավատքը հավատալ անտեսանելի բաներին, Տիրոջ խոսքին, Տերն ասում է կհիմնեմ իմ եկեղեցին, այս ձևով, թագավորությունը կհիմնեմ քո մեջ, այս ձևով, ուրեմն հիմնում է Տերը, հիմնել է արդեն, գիտեք, երբ որ ես սկսեցի հասկանալ, հասկացա, որ ես պետք չի ուրիշտեղ բաներ փնտրեմ, լավ չես, վատա վիճակդ, վատ դիագնոզ են տվել, բժիշկներին որ գնաս, իրանք ուրիշ բան են ասելու, չեմ ասում մի գնա, բայց Աստծո արքայությունը լրիվ ուրիշ բան է ասում մեզ, ու երբ որ այդ ամեն ինչը դնում ես, այդ ամեն բան, այդ դիագնոզ ու ամեն ինչ դնում ես մի կողմ, ու սկսում ես Աստծո արքայությունը փնտրել, Տիրոջ խոսքը, իր ներկայությունը քո կյանքում, իր քաղցր խոսքը,
հոստումները, սկսում է ամեն բան փոխվել, սկսում է այդ դիագնոզներն էլ փոխվել, սկսում է մեր կյանքերն է փոխվել, ոնց է լինելու, չգիտեմ, իմ հետ բաներ է լինում, ասում եմ, ոնց ես անում, չգիտեմ, հեսա մի երկու հատ լուրջ վկայություն եմ ուզում վկայեմ, որտեվ վկայությունները շատ կարևոր են մեր կյանքում, վկայում են Տիրոջ փառքը, Տիրոջ մեծությունը, զորությունը, որ իր դեմ ոչ մի բան չի կարա կանգնի, ոչ մի բան գոյություն չունի, ինչը որ մարդիկ, բժշկությունը, գիտությունը ասում է, չէ, Տերն է ստեղծող ամեն ինչը, Տերը մի խոսքով ամեն ինչ ստեղծեց։ Դրա համար ժողովուրդ ջան, ուզում եմ ասեմ, քաջալերվեք, զորացեք, բարձրացեք, Տիրոջ արքայությունը փնտրեք, առավոտից իրիկուն, ամեն բան սուտ է, ամեն բան ունայն է այս աշխարհի վրա, ինչ որ ունենաս, նույն Սողոմոնից էինք խոսում, Սողոմոնին որ լսում ես ժողովողի գիրքը, ինքը ամբողջ գիրքը խոսում է, ինչեր ունեի, ինչեր ունեցա, միլիարդներ, պալատներ, ճորտեր, ծառաներ, կենդանիներ, ասում է, պտղաբեր ծառներ, բաներ, ջրավազաններ, ինչ երազելա, ունեցելա, ամեն ինչ, ասում է, բայց ամեն բան ունայն է, այս արեգակի տակ գտնվող ոչ մի բան նոր չի, էդի մեր համար է, որ մենք բաներ ենք հայտնաբերում, նորություն է թվում, ամեն բան նույնն է արեգակի տակ, ու ամեն բան ունայն է, ամեն բան, բայց Տիրոջ թագավորությունը հավիտյան է, անվերջ է, ու ամեն անգամ նորովի թարմանում է, նույնը չի կրկնվում, տես ասում ես, աշխարհի վրա նույնն է, Տիրոջ մոտ նույն բան չկա, նույն ձեռագիրը չկա, ոնց որ դու գործում ես, ոնց որ ինքն է գործում քո կյանքում, նույնը չի, ոնց էր Սամուելը մարգարեն գնաց սկզբից Սաուլին ասում է թիկներ էր, մեծ էր, բան էր, ինքը օծեց որպես թագավոր, երկրորդ անգամ Դավիթ հենց տուն է գնում, տենում է մեծ աղբերը բոյով, սենց թիկներ բան, ասում է, հա, Աստված այն վաղ որ սենց այս ֆորմատի մեջ ընտրեց, հիմա էլի սրան եմ ընտրում, ասում է, հոպ, էդիկո իմացածը չի, ամենափոքրին ենք հիմա ընտրում, ամենացածրին ենք ընտրում, ու Տերը նայում է մեր սրտին, պետք չի, մենք նայենք մարդու հնարավորություններին, Տերը գիտի մեր մեջը, մենք պարզ լինենք, մաքուր լինենք Տիրոջ առաջ ու իրոք մնացածը Տերը ամեն բան անում է, ամեն բան մեր կյանքերում անում է, իրոք փառք մեր Տիրոջը, ես մի հատ էլ տեղ կա, ստեղ Ֆիլիպեցիների մեջ, Ֆիլիպեցիների երկրորդ, եկեք 4-ից կարդանք, Ֆիլիպեցիների 2:4-ից։ Երբ որ այդ ամեն ինչը գալիս է, ասում եմ, միայն ինքներդ ձեր շահերը մի փնտրեք, այլ ամեն մեկն իր ընկերոջինը ևս։ Մենակ մերը չփնտրենք, իրոք, երբ որ մենք տարված ենք դիմացինով, երբ որ մենք սկսում ենք դիմացինին սիրել, օրհնել, բարձրացնել, մեր անձը ուրանալով, մեր անձի վրայով անցնելով, այդ ժամանակ իրոք տեսնում ես Տիրոջ գութը ոնց է շարժվում քո կյանքում։ Ասում է թող ձեր մեջ լինի այն խոհեմությունը, որ Քրիստոս Հիսուսի մեջ էր, որ Աստծու բնությունն ունենալով, Աստծուն հավասար լինելը հափշտակություն չհամարեց, այլ ինքն իրեն ունայնացրեց և ծառայի կերպարանք առնելով, մարդկանց նման լինելով ու կերպարանքով մարդու պես հայտնվելով, ինքն իրեն խոնարհեցրեց ու հնազանդ եղավ մինչև մահ, այն էլ խաչի մահ։ Եկեք ժողովուրդ ջան, մենք միակ բանը որ տյանենք, մենք մեզի հնազանդեցնենք, ամեն օր մեր անձը ուրանանք, թողենք ամեն բան, վերցնենք մեր խաչը ու գնանք Հիսուսի հետ, այդ ժամանակ կտեսնենք իրական Քրիստոսը մեր կյանքում, ուրիշ ձև չի գործում։ Տերն ասում է, միակ բանը որ ասում է սիրեք իրար, ուրիշ բան չի ասում։ Այսօր մի բան լսեցի առավոտը էլի, որ
Գիտեք, սատանան այնքան խորամանկ ձևի է գալիս մտնում բոլորիս կյանք, որ անգամ եւ թեկուզ տես հավատացյալների հետ ուրիշ կռիվ է տալի, այն ոչ հավատացյալներին իրանք արդեն կործանված են, բայց ինքը ոնց որ Հիսուսին գալիս էր, եկավ փորձեց անապատում ու խոսքին համաձայնել փորձեց, խոսքը իմանալով, ու գալիս է նույնը մեր կյանք, մենք ինչ-որ մի խոսակցություն ունենք, եկեղեցում, աղբոր, քրոջ հետ, չգիտեմ, ու դու Աստծո խոսքի հիման վրա գիտես, որ ինքը սխալ է, դու Աստծո խոսքով ապացուցում ես, որ դու ճիշտ ես, ու այդ ժամանակ ինքը գիտեք, գալիս է, այդ ժամանակ ասում է, տես դու ինչ ճիշտ ես, դու ինչ լավ ես, բայց հələ մի հատ այդ խոսքը ֆրծրա քո կողմ, տես քո մեջ ինչ կա, թեկուզ դու ճիշտ ես խոսքով, բայց դու ով ես, որ սկսես հանդիմանել, ցավացնել, թեկուզ ճիշտ ես, Հիսուսը ամենաճիշտն էր, ում էր ինքը բանանում, ում էր ինքը դատապարտել, ես չեմ եկել դատապարտելու ձեզ, նույնը Տերը ուզում է, որ մեր մեջ լինի, մենք շատ շուտ սկսում ենք բռնկվել, հանդիմանել, դատապարտել, մեր աղբորը, քրոջը, թե հոգևոր, թե ֆիզիկական, աղբորն ու քրոջը, որովհետև էդի կա մարդկության, բնության մեջ կա, դու փորձում ես ամեն անգամ ինչ-որ մի բան ապացուցես, ինչ-որ մի բան անես, ինչ-որ մի բան ցույց տաս, ու որ բաներ ա լինում, մտածում ես, բայտակ, հա էլի ես արեցի կամ իմ սենց քո միջոցով եղավ, բայց քիչ սենց այն բանսարկուն գալիս է ու սենց տանում է լրիվ սխալ ուղղությամբ, որ դու չես էլ ջոկում ոնց ես հերվանում, եթե Տիրոջը չես ապավինում, փառքը այդ ամեն ինչ կատարվել է չես տալի Տիրոջը, մեկ էլ դու ջոկում ես, դու անապատում ես։ Ու հարցակումներա որ գալիս է։ Ինքը իրավունք ու իշխանություն չունի մեր կյանքում, որտեղ ինքը պարտված ասում է։ Մեր ոտքերի տակ է ինքը։ Բայց միակ ձևը, որ ինքը գտնում է միշտ, գալիս է մեր կյանք, մեր անձի վրա, մեր անձի միջոցով։ Դրա համար Հիսուսը այդ հենց կոնկրետ ասում, անձը տուրացի։ Երբ որ դու քո անձը ուրանում ես, հանում ես խաչը, ինքը էլ իշխանություն չունի։ Ինքը չի կարա քո հոգուն կպնի, չի կարա հոգևոր դաշտ քեզ ինչ-որ բան բացատրի։ Ինքը գալիս է ֆիզիկականով, տեսանելիով, լսելիով, ու քո մտածելակերպը սկսում է փոխել, մտքիդ վրա է աշխատում։ Դրա համար մենք պետք է շատ զգուշ լինենք։ Սա ամբողջ Աստվածաշունչը մեզ սովորեցնում է փոխեք ձեր միտքը, որ դուք Աստծո զավակներ եք, թագավորությունից եք։ Գիտեք, ես սկսել եմ այս վերջի ժամանակը ուրիշ ձև եմ լրիվ գործում, անգամ իմ մարմնի, իմ շնչի դեմ, Դավիթը ոնց էր ասում, ինչու ես տրտմել իմ անձ, փառք տուր Աստծուն, տրտմության մեջ ես, ես ասենք, էլ չեմ նայում ես չեմ հարցնում իմ մարմնին դու ոնց ես, ես իրան ասում եմ ոնց պետքա լինի, որպես իմ հոգևոր անձը, որ Հիսուսի հետ մեկ է, ես հոգուց եմ շարժվում, ես չեմ շարժվում տեսանելիով, շոշափելիով ու լսելով, ես հավատքով եմ փորձում առաջնորդվեմ, ինչ որ դու տենում ես, լսում ես, դա չի նշանակում ճշմարտությունն է, այսօր այս աշխարհը հիմնված է այդ բաների վրա, լուրեր, վախեր, պատերազմներ, մեդիա, եսի ինչ, բամբասանքներ, լսել, տենալ ու ամբողջ քո միտքը տարված է այդ բաներով։ Բայց երբ որ դու հոգևորից ես գալի, որպես հոգևոր անձ կանգնում ես ու ասում ես, մի վարքյան, էսի ես չեմ, ես մեջինն եմ ու ես եմ որոշում, իմ անձ հպարտացել ես, գոռոզացել ես, լավ,
Մենք գնում ենք 3 օրվա ծոմապահության։ Մենակ ջուր ենք խմում։ Այդ վաղտ կռիվը նոր տեսնում եք։ Այդ վաղտ քո մեջի ամեն ինչը սկսում է որ sense այն որ կեղտը տակը նստած ասես փոթորիկա լինում, սկսում է բարձրանալ sense լրիվ երեսը մաքուր էր, երևում նորմալ էր։ Այդ վաղտ սկսում է կռիվը, շնչավոր, մտավոր։ Այդ վաղտ դու սկսում ես հասկանալ, թե դու ով ես, քո անձը ով է, ու ինքը պետք է լռի։ Եթե իրան տեղիք տվեցիր կկործանի։ Ու երբ որ դու սկսում ես այս ամեն ինչը տենալ, հասկանալ, գիտեք ոնց այդ ծոմապահության պահը, այդ ծոմերի վաղտ ես վերջես դրա մեջ էինք, անցնում էինք ու միացած օրինակ պատկեր եկավ ինձի, այն որ շատ ժամանակ բոլորս էլ լսած կամ տեսած կլենք, որ մարդ կա, որ ասենք լուրջ հիվանդանում է, ընկնում է անկողին երկար ժամանակ, տանջվում է, տարապում է, բայց ինքը եղել է սաղ կյանքը չար, նենգ մարդ։ Սաղին ցավացրե, սաղին խափե, սաղից վերցրե, տվե։ Ու հենց գալիս է, որ ինքը զգում է արդեն, որ մահանում է, ինքը սկսում է բարյանալ, ինքը սկսում է բոլորին ներել, կանչում է այն մարդկանց, որ ինքը ցավացրել է, կներես ասում, ոնց որ սենց կոտրվում է այդ իր անձը, այդ իր եսը, որ ինքը զգում է, որ ինքը շատ տկար է, տկար մեկն է, ու ինքը էլ զորություն չունի, ինքը բան չի կարում անի։ Նույնատիպ ծոմապահությունն է։ Երբ որ դու տանում ես այդ ճանապարհով, այդ անապատով, գիտեք, ծոմապահությունը մենակ մարմնին տանջելը չի, սոված մնալը չի։ Մարմնից անդրադառնում է շնչավորին քո զգացմունքներին, մտքին, քո որոշումներին է վերադառնում։ Երբ որ մենք հաց ենք ուտում, լավ համով խորոված քյաբաբ ենք ուտում, վայելում ենք էդի, չէ, էդի զգացմունքային է դառնում։ Մեր միտքս են։ Բայց երբ որ դու չես ուտում, էդի կռիվ է անում։ Ուզում է ինքը էլի էդի ունենա, բայց դու իրան թույլ չես տալիս։ Որովհետև եթե մենք էդի չհաղթենք, եթե հոգևոր դիսցիպլինա չունենանք ու Աստծո հետ չքայլենք, իրոք սենց գնալու է տարիներով։ Ստաբիլ։ Ես միշտ ասում, Տեր, ես փոփոխություն եմ ուզում, ես ուզում եմ աճ, ես ուզում եմ տեսնեմ այն ամենը, քո փառքը, զորությունը, ներկայությունը, որտեղ որ մենք կքայլենք, խոսանք, թող իրոք Տերը փառավորվի, թող գերբնական ձևի հրաշքներ լինի։ Ու այսօրվա դրությամբ լինում է, լուրջ բաներ է լինում, որ մենք չենք էլ հասկանում, ես չեմ էլ հասկանում ոնց է լինում, ինձի հարցնում են ոնց եղավ, չգիտեմ։ Հովհաննեսի 15-ի մեջ Հիսուսն ասում է. Ես եմ խաղողի վազը, դուք ճյուղերն եք։ Մնացեք իմ մեջ, ես էլ ձեր մեջ, այդ ժամանակ շատ պտուղ կտաք։ Առանց ինձ դուք ընդհանրապես ոչ մի բան չեք կարող անեք։ Պարզ ասում է, ճյուղը չի կարող ինքը իրանով պտուղ տա։ Պետք է սնունդը գա, սնուցումը գա, որ ինքը պտղաբեր լինի։ Հիմա նույն, եթե մենք միակ բանը կպած ենք լինում Հիսուսին, պտուղ է տալի։ Ուզես չուզես պտուղ է տալիս։ Իսկ գաղատացիների մեջ ասում է մարմնի պտուղներն էլ է նշում։ Մնում ենք մարմնի մեջ, ավտոմատ մենք պետք է գնանք խաբեբայության էլ, ամեն ինչի, որտեվ կա էդի, կա կռիվա, միջև մեր մարմինը կփառավորվի Հիսուսի պես ու վերջ կպրծնենք այդ ամեն ինչից։ Դրա համար ժողովուրդ ջան, էսի ամեն օրվա կռիվա, ամեն օրվա, ամեն օր մենք մեր անձը պետք է ուրանանք, խաչը վերցնենք ու գնանք Հիսուսի հետևից։ Ու այդ ժամանակ Տիրոջ փառքը մեր կյանքում կտեսնենք գերբնական ձևի։ Ոչ թե մենք կփորձենք բան անենք, իրոք Տերը ընենց իրավիճակներ է ստեղծում իմ կյանքում, որ ես մտածում ես ոնց հայտնվեցի ստե ու ոնց եղավ այս բանը Տեր, ու ես գնացի։ Ես չիմացա հետո ինչ եղավ։ Կասյա քրոջը վկայությունը շատ ուժեղ էր այդ ինքնաթիռի մեջի, ուզում եմ մի հատ էլ ես էդի չէի պլանավորել, որ պատմեցիր, միանգամից եկա մտքիս ու ոնց որ զգացի, որ պետքա վկայեմ էդ էլ։
մի 2 տարի առաջ, 2-3 տարի առաջ մեր մամայի երազանքն էր, որ ինքը այն մեծ այն կրուիզ նավերով գնա շրջակայության։ Իր ծնունդին նվեր արեցինք մենք 3 աղբերով ու ինքն էլ ասեց, դե որ գնում եմ լավ կլներ մենակ չգնայի էլի, սաղովս գնանք, Փառք Հիսուսին, որ այդ հնարավորությունները տվել է մեզ, ասին գնանք։ Գնացինք մի շաբաթվա շրջակայություն է, այս միջերկրական ծովը ամբողջը ֆռում է սենց։ Ու այն մեծ լուքս նավերն է, որ վրան ամեն ինչ կա, 5000 հոգի մարդ կա, ինքն էլ 300 մետր է, սենց մեր սենյակները ամենադեմներ, այդ ամեն ակտիվիտետներն էլ ամենահետևն է։ Դու որ եթե սենյակում բան ես մոռանում, պետք է մի կեսօր քայլես, որ այդ սենյակից բան վերցնես գալիս ես մեկ էլի բան են մոռացել, էլի պետք է եթաս ու սաղ օրը լավ է քայլելը ասում են առողջարան է, բայց այնքան ես քայլում հոգնում ես։ Մի խոսքով գնացինք ու ինձ այտենց տեղերը ընդհանրապես դուր չի գա, լավ էր, որ տենում ես այդ ամեն ինչը, որ հիմա ասենք ուզես, ես չեմ ուզել։ Տնեցիք ուզում են, ասում գնացեք։ Ես չեմ ուզում, որովհետև այդքան մարդ ու դու սենց որ կանգնում ես մի պահ, նայում ես շուրջ բոլորը ծով է, այնքան մեծ է այս ջուրը, որ վերջ գոյություն չունի։ Դու նայում ես հորիզոնին, սենց երկինքն է, սենց կլոր որ ֆռում է, սենց մի հատ սենց ուղիղ գիծ է քաշած ծովի հետ, զուգահեռ գիծ է գնում։ Ասում ես տեր, էսի ոչ մի ճարտարապետ, ոչ մեկ սենց գիծ չի կարա։ Ու նայում ես ջուր է։ Մի պահ վախ է գալի, որ մի բան եղավ ոնց ես դե փրկվելու։ Կամ ու դու սահմանափակ ես, քո ազատությունը սահմանափակ է։ Դու գիտես, որ ինչ որ միտեղ ես մի բանի մեջ ես, ու դու տեղից պետք է մնաս մի շաբաթ, պետք է այդտեղ յոլա գնաս, ուրիշ ոչ մի բան, ձև չկա ուրիշ։ Մի խոսքով ինչի եմ էսրան տանում ու մենք գնացինք այնտեղ։ Մի օր նստած ենք, նախաճաշում ենք առավոտը։ Մեկ էլ հաց ենք ուտում, էլ նոր սենց հացը բերել եմ դնեմ որ ուտեմ, մեկ էլ շուխուր եղավ, այս հետևից սենց ձեներա գալի բան, մեկը ընկավ։ Նստած տեղից հաց էր ուտում, ընկավ։ Երեխեքը վազելով եկան, պապան դե մարդ հանգե բան, ես անկախ իզնից սենց իմ ռեակցիան հիմա իմ մոտ ընենցա, որ մեկը փողոցում ասենք կապ չունի, ես քշելով գնում եմ, ընկնում է կամ մի բան, ես անպայման կայնում եմ, ես չեմ սպասում ամբուլանս, ես ամենաառաջի օգնություն միշտ ես փորձում եմ տամ, ամենաառաջնահերթը։ Չեմ սպասում, ոչ ես վախենալ ունեմ արունից, ինչ ձևի տրավմա ուզում է լինի, պրոբլեմ չկա։ Ես գնամ վախտա եղես ես մի հատ պապիկ ընկել էր, հենց այնքան քիթս ես լրիվ տրակել էր, արուն նետում էր, չէր կանգնում։ Այսինքն ժամերով պահել ենք, մինչև ամբուլանսը գա, մատերը թուլանում է արդեն։ Ու այս մարդը ընկավ այդ նույն ձևի, վատացավ, ուսես կապտել է, կապտացի պես, ես վազելով եկա, էլի իրանք էլ ֆրանսիացի էին, մարդուկին էին, էլի ժեզու, չեն էլ ասում իրանք, կինը սենց թաքուն, ես չգիտեմ քրիստոնյա են թե չէ, ու այս մարդը ընկել է, հիմա բժիշկ են կան չէ, դե նավի վրա, այդ մեծ նավի վրա բժիշկներ էլ կան, ամեն ինչ կա, բայց այս բժիշկը երևի նավի են մի ծերն է, խի է պատում սկզբից, այս բժիշկը միջև ընդից գաստ է, չգիտես ինչ կլնի այս մարդու վիճակը, ես ինձի չկորցրեցի, եկա մի անգամից ծնկեցի, ձեռքս դրի գլխին ու սկսեցի կյանք հռչակել, իշխանությամբ, ոչ թե խնդրում եմ տեր, փրկի ազատի բան, իշխանությամբ, հենց հիմա, ոտքի կանգնի, անունը հարցրեցի ու անունն եմ հռչակում, իրան կանչում եմ բան, այս մարդը աշկերը բացեց 2 րոպե հետո հելավ նստավ աթոռին, ասես դու ով ես, ես ինչ կրակ իջավ վրես ասում, որ դու աղոթեցիր, սենց հելա կայնա, այդ իներցիայի տակ, ասում եմ, գիտես, մենք էլ ենք քրիստոնյա, ասում եմ Փառք Հիսուսի, ասում մենք ֆրանսիացի ենք, բայց Աֆրիկայի եսի ինչ են Մադագասկար կղզու կողմերը, եսի ինչ որ մի 100 հոգի մարդ են մնում, գնացել են ընդ եկեղեցի են հիմնել, մարդը ընդեղ նվագում է, ինքն էլ խոսք է խոսում, փառաբանում է այս կինը բան, ու ասում է մենք էլ ենք հավատացել ու ընկավ այտենց
ու մի անգամից էլի թազը կյանք եկավ, հելավ նստավ։ Էս հիմի ուզում եմ նստի, ասում եմ հելի նստի, հանգիստ հավատքով հել նստի, այս մարդը հելավ սենց գեդինա նստե հելը։ Էս բուժքույրը վազելով եկավ, այս բաները, այս սունկեքը ուսերին, բան դրելա, բացելա կարծուգրամա, բան, ասում եմ նորմալա մեկը ֆրած ինձ ասում, դու ով ես։ Ասում մարդ եմ։ Դու բժիշկ ես։ Ասում չէ։ Դե ենքում գնա։ Ասի իրա հարցերը լուծված էլ պետք չի բանանես, ասի, դու ենքում գնա, ասում հա։ Դրեց ստուգեց, ասում ոչ իման չկա։ Կնիկն ասում գույնը տեղն եկավ, ասում հելավ նստավ աթորին սկսեց հաց ուտել, շարունակել։ Հələ Փառք Հիսուսին, իրոք, Փառք Հիսուսին։ Ու էսի հələ չպրծած, ես sense ֆռում եմ գամ, որ իմ հաց ուտեմ, հələ հացը չեմ կերել։ Մեկ էլ երեխեքը վազելով եկան, պապա, մի հատ կինա ընկելա վերևը, մի հարկ վերև։ Բանի լիֆտի դիմացը, այնտեղ էլ բասենն է թացա, որ լիֆտից դուրս եկե, ոտը սղացա ընկելա։ Հելա վազելով վերև։ Վազելով վերև էս կինը սենց ընկածա, ասում է ղրտոցը լսեցի, սենց ձերեմ տալի ոսկորները սենց ծուր ծրտի են, բան են, էլի սենց Էս բժիշկին են էլի կան, չէ, էսի միջև չամադանները հավաքեց, ես ընդեղ եմ ու աղոթում եմ, ասում եմ Հիսուսին հավատում ես, մենակ ֆրանսերեն է խոսում, ասում ես ֆրանսերեն չի, անգլերեն գիտես չէ, ասում եմ Jesus եմ, Ժեսու, ասում հա Ժեսու, ասում եմ օքեյ, ասում եմ ուզում եմ աղոթում, օքեյ Ժեսուս էց հա, ձերս դրել եմ ու աղոթում եմ, ասում հենց հիմա էլի ոտի կանի, մեկը ոտը դզվավ, Սենց ոտը դրեց, սենց բան արեց, սենց ուզում է հելի, այդ բժիշկն եկավ, սենց ամ, ինքը կարող է տրավմա ունի, բոսից, դևը մեջից խոսում է, դու ով ես դար ես, նավի վրա եկել ես ով ընգնի, վրա կտաս բան կանես, ասում եմ, լավ չես մարդ, բժիշկն ասում է, հերու գնա, հիմա որ փշրված ոտով հելի կանի, տրավմա է տանում, ինքը բան անում, ասում է, ոնց կլի ասում է, հետո քո սխալի պատճառով մի մոմենտ ասի, կարող ես կայնց հելի, մի բան հելի, հետո ասեն դու արեցիր բան Ասի դու քո ստուգումներն արա, ստուգումներն արեց, ասեց լավ ես, ասեց հա, ասեց հելի կայնի, հելավ կայնավ։ Հաջորդ օրը տենում եմ, ես երկուսին է տեսա, ասում thank you, ասում thank you, ասա Jesus-ին, ես ոչ հիմա չեմ արել, ես աղոթել եմ, ասում եմ, ու ես հասկացա տեղ, գիտեք մի հատ բան եկա, որ ինչի ես սկզբից պատմեցի այդ տարածքը, նավը, հեռավորությունը, բանը, որ մտածում էի Տեր ջան Ստեղ եթե մի բան լինի, ինչ ամբուլանս, ինչ, մի հատ բժիշկը են էլ կիսա բաներ հասկանում, չգիտեմ, Տերն է մեր փրկիչը, ամեն ուրեք, մի հատ էլ վկայություն պատմեմ ու մեր ծառայությունը երևի կավարտենք ձեզ շատ չձանձրացնեմ, էսի կոնկրետ հենց իմ գործի հետ կապված իմ կլենտներից մեկը եկավ, դե բոլորդ գիտեք, ով էլ չգիտի, ես իմ մասնագիտությունը ատամնատեխնիկ եմ, ես ատամներ եմ սարքում, ասենք պրոթեզավորում, բանը տենց գործեր, ու իմ մոտ շատ կլենտներ են գալի, նամարավանդ որ ատամնաբուժները, բաները որ գլուխ չեն հանում, ոչ թե ես գլուխ եմ գովում, ես ընդհանրապես գլուխ չեմ ուզում գովամ, չեմ ես սիրում, բայց Տերը այնքան շնորհք է տվել, որ ով չի կարում այդ հարցը լուծի, գալիս է իմ մոտ են ուղարկում ու այս մարդը մի քանի վաղտ առաջ դրանից իր պրոթեզը կորցրել էր, ոնց որ պատճառ էր, որ գար իմ մոտ պրոթեզ սարքելու թազա։ Եկավ մոտս ու մի երկու շաբթի առավոտ է։ Այստեղ բոլորս գիտենք, չէ, որ վիկենդը լավ անցնում կամ ոնց որ անցնում է երկու շաբթի ամենասես դժվար ծանր օրն է, որ սկսում ես գործդ, միջև սենց խոդի անգնում գործդ, միջև կարող ես բան անես, սենց դժվար, մեկ էլ մտնում ես հունի մեջ։ Իմի գնացել եմ երկու շաբթի առավոտա, ու սենց գործ այնքան շատ է, ու սենց խառն է, աշխատողների հետ չեմ հասցնում բան, ու այդ օրը ես կլենտներ չպտի ունենամ, այդ օրը իմ ախենդան բլոկ արած, որ չպտի գան, ես տենց եմ պլանավորել, մեկ է մի օքի մտավ ներս, մտել ասում եմ, ով ես դու, սուս, մեծ բոյով, հոլանդացի եմ միան, ասում եմ, ով ես դու, ասում է, ես բան ունեմ, հանդիպում ունեմ ստեղ, ասում քանիսին, ասում է 12-ին, նայում եմ ախնդայի մեջ ոչ մի հանդիպում չկա, 12-ին չկա, անունդ ինչ է, անունս են, նայում եմ չկա, նայում եմ հաջորդ շաբաթ ունի, մի շաբաթ հետո, ժամը 12-ին,
Նայեցեք ասացի դու եկող շաբաթ ունես ժամը 12-ին, եկել ես հիմա էլ խանգարում ես, բան, ու նայեք ինչ է կատարվում։ Իմ եսը, իմ այդ մարդկային այդ ներվային վիճակը, բան, այդ որ նոր պատմում է, այդ մեր զգացմունքներից, բան, ներվայնացած ասում եմ, էսի խիայք է, ասում եմ, սենց ղրկեմ գնա։ Ասում եմ, Մարկո, ասում եմ, գնա, եկող շաբաթ կգաս։ Ինքն էլ որ սենց բան արեց, ասեց, կներես էլի, սենց իրոք սենց զղջալով ասեց, կներես, որ քեզի նեղություն պատճառեցի, եկա ես տեղ, պրոստը ես ընենց տեսակի դեղեր եմ խմում, ասում է, որ ես իմ հիշողությունը կորցրել եմ, ասում է, իմ բանը պրավեն ձեռիցս վեկալեցին, որովհետև քշելուց կարող է ուղեղս անջատվել, ճամփի մեջտեղը բլոկ եմ ընկնում, ավտոն կանգնացնում եմ ու ոչ աչեմ էթում ոչ ծախ, մարդիկ սիգնալ են տալի, վտանգավոր է բան։ Ասեց եկել եմ խառնել եմ, կներես, ես կգնամ եկող շաբաթ գամ, բան։ Սենց ոնց որ ասեցի, հա էլի, լավ է, բան։ Ֆրացի որ սենց էթամ մեկ էլ էսուր լսում եմ։ Էսուր ես գնում։ Ես մարդը եկել է, կիրճ ձևով ասես քեզի ինչա, ոնց է։ Այդտենց է քրիստոնեությունը։ Այդ է Քրիստոսը։ Հիսուսը որ գալիս էր, ասում էր գնացեք, հետո եկող շաբաթ կգաք, ասում է ինքը բժշկեց բոլորին ազատագրեց տեղում, ինչքան էլ հոգնած ելներ, ինչքան էլ քնած չլներ, սոված լիներ, ասում էր, հենց որս գործել եմ անում, ես կշտանում եմ։ Սամարացի կնգամոտ, սովը գնաց դաժե։ Ու ես ֆրացել եմ ես մարդուն ասի, արի ներս։ Ես մարդն ասես, չէ, չեմ ուզում քեզ նեղություն տամ, ասի արի ներս։ Եկավ ներս, տեսնում եմ, որ ցավերից տնքում է ու ահավոր ցավերի մեջ է, ասեցի, արի նստի աթորին, ասես, այդքան հեշտ չի նստել, ժամանակ տու, որ կարողանամ տեղավորվեմ, ասի, նստի, ես ասի, մոռանում եմ իմ գործերը, հիմա քեզ եմ տրամադրում ժամանակս, նստի։ Այս մարդը եկավ հազիվ նստեց ու ես էլ իմ մեջ մի հատ բան է, այն Հիսուսի սիրտն է ոնց որ գործում այդ պահերին, որ ես չեմ կարում, եթե տկար ցավերի մեջ հիվանդ մարդկանց տերում, ես չեմ կարում անտարբեր անցնեմ կամ անցնեմ իմ մասնագիտական գործին, սենց ասեմ, ինքը ցավերից տնքում է, մեջքի մասը, բան, սենց լրիվ ցավում է, ոտերով, բանով, ու ես իրան ասեմ, հա, դե եկել ես ատամի համար բերանբաց գործ անեմ, կարաս, եկել ինքը հենց դրա համար։ Բայց ես ասի տենց բան չկա, ասի ինչ է եղել, բայց ասում եմ 6 տարի առաջ մոտոյով բանի վրա, սնելվեխի վրա, տրասի վրա ասում է ավարյա տվեցի, թրա ասում է մեջքս խփեց ես կողքի երկաթին, այդ ֆանգրելին, ասում է լրիվ մեջքս փշրվել է, ողնաշարս, այս տակի մասը լրիվ փշրված է, ու դրան բուժում չկա, դրան ոչ մի օպերացիա չկա, ոչ մի բան, ու ինձ ասում է տվել են մորֆիներ, ես իմ ինչ նենց դեղերի անուններ տալի, ասում որ ես խմում եմ հալուցինացիայի մեջ եմ ընկնում, առավոտ ասում որ ես աչքերս բացում, դեղ կա, դնում եմ լեզվիս տակ պիտի հալի, 45 րոպե տևում է, որ էդի հալում է, ինձի ասում է ուղեղիս սիգնալ է տալի, որ էսի պերեդազիրովկա չի, օվերդոզը չի, որ ասում ես կարնամ ուժեղ դեղ խմեմ, ցավազրկող, որ ինձի հանի տեղերիցս, մենակ մի ժամ տևում է, որ ես իմ կառավատից դուրս գամ։ Ասում եմ, Աստված շան, այս մարդ, մենք ենք բողոքվում բաներ կա, այս մարդը 6 տարի, մի խոսքով, չերկարացնեմ, ասացի, Աստծուն հավատում ես, ասեց հա, ասի Հիսուսին հավատում ես, ասոց հելով կանգնավ, ասեց ես Եհովայի վկա եմ, ասի ով ուզում ես եղի, Հիսուսը քեզ սիրում է, Հիսուսը խաչվել է բոլոր մարդկության համար, անգամ թե դու սխալ ուղղության վրա ես գնում, բայց ինքը քեզ ճանաչում է ու կանչել է, ուզում է քեզի ազատի, ուզում է քեզ փրկի այս տանջանքներից, ասես բայց ես շատ վատ մարդ եմ, ասի կապ չունի, մենք բոլորս էլ մեղավոր շատ վատ մարդիկ էինք, որ Տերը եկավ, զոհվեց բոլորիս համար, իր կյանքը տվեց, ասի Հիսուսին հավատում ես, ասեց հիմա հավատում եմ, որտեվ ես վերջի ժամանակներ ասում եմ, սկսել էի
հասկացել էի, որ ընդ հիերարխիա է այդ հավատքի պահով Յովայի վկաները, ու ասում է քիչ-քիչ դուրս էի ուզում գայ, չէի կարում ու Հիսուսին էի փնտրում, երազումս էլ ասում է Հիսուսին եմ տեսել երեք թե ինչ, ասի արի նստի, նստեց ձեռքերը բռնեցի, ասի Հիսուս Քրիստոսի անունից հենց հիմա ողնաշար կարգավորվի, ոսկորները հենց հիմա թող աճեն, այս ամեն ինչը մի հատ զորություն է իջե վրեն, ես բան չզգացի, ջոգում եմ ես մարդը սես դողում է, չի կարում տեղից հելի, հելավ մոռացել ենք, որ ատամները պտի սարքենք, հելավ ինք են սկուտ մոբիլով էր, եկ են ինվալիդի բաներով, նստելա վրեն նայում եմ դուրսը, լուսամուտից ենքով նայում եմ, տենամ նստելա 15 րոպե ես դողում է, չի կարում բան անի, մի շաբաթ հետո եկավ, ասեց լրիվ ցավերս անցել է, ընդհանրապես ցավ չունեմ, հետո ասեցի ես այդ Հիսուսին եմ ուզում ճանաչեմ, ապաշխարեց, եկավ մեր մոտ Ֆիանեն եկեղեցի, ջրով մկրտվեց, հրաշքները սկսին տեղի ունենալ, ես հիմա ուզում եմ պրոստը ցույց տամ որտեղ էր ինքը, ու 10 օր առաջ հիմա որտեղ է ինքը, մի հատ որ խնդրեմ են առաջին ֆոտոն ցույց կտակ, էսի իր ողնաշարն է, կողքից որ նայեք, ժողովուրդ ջան, վերևից տենում եք, այդ սպիտակ գիծը որ իջնում է, դա ողնաշարը տա, մարդու ողնաշարն է, ինքը պիտի տենց ուղիղ իջնի միջև ներքև, այս փոսնգած մասը տեսնում եք, ստեղ լրիվ այսքան տեղը, այսի ֆանգրելի տեղն է, որ մտել է իր ողնաշարի մեջ, ու այդ սաղ այդ ոսկորները եթե աճեն էլ, այդ մեջտեղի այդ ղրճիկները, ներվը, դիսկերը, ոչ մի բան չի կարա, բժշկությունը, դեղը, ոչ մի բան չի կարա փրկի, ինքը սաղ կյանքը ինվալիդ է լինելու սենց, ու ինքը եկավ, այդ աղոտքից հետո ասեց էլ ցավ չունեմ, հիմի գնում է բժիշկներին ասում են դու գժվել ես, այդ դեղերից այնքան ես խմե, ասում ես ցավեր չունեմ, գնում է ասում է ինձ նկարեք, թազա որ էսի նայեք, էսի նոր 10 օր առաջվա ողնաշարը նայեք, վերևից ներքև հատ դիսկերը տենում եք, արանքը, այդ ներվերը, ղրճիկները, ասում է գնացել եմ ասում եմ նկարեք, ասում են չենք նկարի, մեկը գիտենք մենք, ասում է մի ամիս կռիվ արեցի, որ մի հատ նկարեն, ասում է նկարեցին, ասում է 3 հատ նեյրոլոգով կայնել են, սենց ստուգում են մատերով, Հաուսարցնել հետները, նայում են ռենգենին, ասում են, էսի սխալմունք է, ուրիշի ռենգենն են ուղարկել քեզ, զանգում են ռադիոլոգիան ասում է ինքն է, մենք նկարել ենք, չենք 3 անգամ ճշտել ենք, ասում է, ու նայեք Տիրոջ փառքը։ Էսի կատարվեց իմ ամենայն թույլ, ներվայնացած, տկար ժամանակ, որ Տերը ցույց տվեց, որ մի նայի քեզ, քո վիճակին, դու ով ես, ինչ ես, ինչ կարաս, ինչ չես կարա, փառք Տիրոջը, որ տենց է անում, որ երբեմն փառքը չվերցնենք մեր վրա, ասենք ես արեցի, իմ միջոցով եղավ, ես ոչ բժշկությունից այսքան խորը հասկանում եմ, ոչ օպերացիա անել գիտեմ, ոչ մի բան, Տերը գիտի ամեն բան անելը, երբ որ մենք մնում ենք իր փառքի մեջ, իր թագավորությունն ենք փնտրում, բացում ասում Տեր ջան, ես չգիտեմ ինչ անելու, բայց գիտեմ, որ դու իմ հետ ես, Սուրբ Հոգի ջան, գնացինք, ես քայլում եմ ու գնացինք, ինչ է լինում, իհարկե լինում է դժվար օրեր, դժվար պահեր, կոտրվում ես էմոցիոնալ, նեղվում ես, հարձակումներ, լինում է բոլորիս հետ, բոլորս կարանք ունենանք, մարդ ենք, Հիսուսը Գեթսեմանեի պարտեզում էմոցիաների տակ ասում էր, հայր, հեռացրու ես ամեն ինչ, Հիսուսը, որ այդ ամեն ինչը զգում էր, մենք էլ ենք մարդ, բայց շատ հեշտ հաղթահարում ենք, երբ որ մենք ասում ենք, Տիրոջ թագավորությունը եկել է, մենք Տիրոջ զավակներ ենք, փառք մեր ամենաբարձրալին, ժողովուրդ ջան, ամեն փառքերը իրան, ու այս ամենը բոլորիս հասանելի է, տեսեք Տերն ինչ ասեց, Հովհաննես Մկրտչից մեծը չկա մարգարեներից կնոջից ծնված, բայց երկնքի թագավորության ամենափոքրը ամենամեծը կլինի։
Այսինքն ստեղ մարդը չի, անձը չի, այլ թագավորությունն է ու թագավորության մենք բոլորս անդամներ ենք թագավորության ու մենք այս բաները պետք է ամեն օր, ամեն ժամ տեսնենք, որտեվ սենց մարդիկ լիքն են մեր կողքերը, շատ են։ Այս մարդու վկայությունը կյանքը, որ պատմեմ, այսօր սաղորը կխոսամ։ Ինքը եղել է այն մոտոր բենդներից, այն որ կա է Hells Angels։ Ինքը եղել է դրանց ինկասատորը, որ մարդկանցից փող չէին կարող խլեին, ասում է գրգում էր իրանց տները, Սատանեն ինձի ասում է բան էր տալի, առաջադրանք էր տալի, ես ինչ պետք է անեմ։ Ասում է գրգում էր այդ մարդկանց տուն, ես մտնում ինքս 2 մետր բոյով, ջանով, պարապած։ Ասում է մտնում էի, ջարդում էի, կնիկ, երեխա, ինչ ունեին, վերցնում էի, բերում էի։ Ասում է 35 տարի ես նարկոտիկի մեջ, այն ամենաուժեղ դոզաներով, ես իմի ինչքան վատ բան կա արել եմ։ Ասում է 6 տարի առաջ ավարյա տվեցի ու սենց պարալիզացվեցի ես, ասում է հիմա Քրիստոսը, հիմա ինքը որտե քայլում է, փողոցում, այդ մարդիկ շատ համարձակ են, իրենք ամեն բան տեսել են, Հիսուս է քարոզում, տենակ ինչ անում, ինչ Հիսուս է քարոզում, ասում է նայեք մեջքս, օրը 10 կիլոմետր քայլում է հիմա, 2 ժամ ֆիթնես անում օրեկան, ու ոչ մի պրոբլեմ։ Փառք մեր ամենաբարձրին, եկեք կանգնենք ոտքի, աղոթք բարձրացնենք,